Մոլեկին Փոստանջան դատական նիստը հետաձգվեց, խնդրեմ տպավորությունները, ծայրահեղ վիճակում էր Ստեփան Սամվելյանը մենք տեսա։ Ակնհայտ է, որ մարդը այսպիսի ծայրահեղ վիճակում գտնվող անձին նախ դիալիզ չեն տրամադրում, ամենակարևորը, այսինքն օրը մեջ պետք է մարդը դիալիզը ստանա, հաստատի ամսի 1-ից սկսած նրան զրկել են այդ հնարավորությունից, այսինքն դիալիզը չի տրամադրվում, որը այս հիվանդությունների դեպքում շատ կարևոր է, հենց դրանով է պայմանավորված նաև մնացած այդ չափորոշիչների վատթարացումը, այսինքն այդ կրեատինինի բարձր տոկոսը, կալիումի այդ բանը հետազոտությունը չէին արել, դիտավորյալ չեն անում, որովհետև դա էլ է շատ բարձր լինելու, այսինքն այս ամեն ինչը բերում է այլ օրգանների խաթարմանը։ Հիմա մենք փաստացի 15 օր շարունակ իրենք են դրել այդ դիագնոզը, 15 օր շարունակ ամսի 1-ից սկսած առնվազն, այս մարդը չի ստանում համապատասխան բուժում։ Եվ հիմա տեղափոխեցին մինչև ամսի 23-ը չեն դրել։ Ես չգիտեմ ինչ բուժում են տրամադրել։ Այսինքն այս օրերը կարող են նաև ճակատագրական լինել։ Ճակատագրական են։ Ես համեմատությունը արեցի։ Ամսի 25-ին մենք եկել ենք դատարան։ Ես ունեցել եմ տեղական 4-րդ աստիճանի երիկամային անբավարարություն, իսկ ամսի 1 դրանից հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց Գրիգոր Լուսավորիչ։ Դարձել է ամսի 1-ին արդեն տերմինալ թուր։ Հիմա տերմինալ թուրի ժամանակ իրեն չեն տալի այդ բուժօգնությունը, այսինքն մենք կլասիկ դասական փորձված հաց բերողի հաստորեն պրակտիկան են գործում, որ այդ պրակտիկան էստեղ են բանից։ Մենք հիմա տեսնում ենք, որ բակում նաև այսօր աղմուկ է, ինչ են ուզում այս մարդիկ, ովքեր եկել են այդ։ Չգիտեմ, այս մարդիկ փողաստուց վախենան եւ հասկանան, որ վաղը այսօր այս կյանքում ժամանակավոր են եւ ուրիշ տեղը պետք է տեղափոխվեն։ Այս մարդիկ իզուր են ծիծաղում։ Դա ծիծաղալու բան չի։ Նույնիսկ փաստական տվյալների հետ, որ այսպես կոչված ճակերտավոր բուժողը ծանոթ չի, ասած նաև գրել է, որ չի ցանկանում գործի նյութերին ծանոթանալ եւ կեղծ լեղեկատվություն է տարածում։ Շատ եմ ցավում, որ այդ կեղծիքը տարածողներ կան, բայց միևնույն է, կեղծիքը տարածողները պատժներ են։ Շնորհակալություն։